Սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով կանանչ սիրով ողջունում եմ բոլորիդ, ողջուն իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող ձեր օրը լինի լավ, բարի, ուրախ, տրամադրություններով լցված, Աստծո օրհնությունները բոլորիդ օջախներից անպակաս լինի, սիրելիներս, ես դեռ գտնվում եմ աղջկաս տանը և այս տեսարանը ուզում եմ ձեզ ցույց տամ, տեսնում եք, շենքի հետևի մասն է, խաղահրապարակ, ճանապարհը, շատ գեղեցիկ տերիտորիա է, հարգելիներս, ամեն ինչ կա այստեղ, և հիմա ցույց եմ տալիս ձեզ այս գեղեցիկ ծաղիկները, տեսեք, տեղափոխվելուց հետո այս ծաղիկը լավ չէր աճում, իսկ հիմա սկսել է աճել, ինչի հետ էր կապված, այսպես էլ չիմացանք, մանուշակն էլ է լավ աճում, այս տերիտորիան, որ մենք ապրում ենք, այս շենքի հետևի շենքում էինք ապրում, դեռ այդ շենքերը չկային, 9 հարկանի շենքեր, շատ քիչ էին, այս տերիտորիայում, հարգելիներս, բոլորը անտառ էր, տեսնում եք, դեռ անտառը այն կողմում կա, բոլորը անտառ, կտրեցին և շատ գեղեցիկ շենքեր կառուցեցին, իսկ հիմա կանչում են ինձ, գնամ սուրճ են դրել, սուրճս վայելեմ, այս ծաղիկը չեմ կարող ասել անունը, ինչ ծաղիկ է, բայց շատ կանանչ, մեծանում է, փարթամ, սա էլ է, տեսնում եք, նոր սկսել աճել, այսպես կտրել է աղջիկս, չորանում էր, տեղափոխվել են, համարյա մի տարի դեռ չկա, ամռան են տեղափոխել այս տուն, տեղափոխելուց հետո նոր սկսեց աճել, սրանք երևի տերևներ են, դե ինչ, գնամ սուրճս վայելեմ, հետո կհանդիպենք, սիրելիներս, հատիկավոր սուրճը, որ աղում ես, այդ բույրի և համի համար, թարմը, անուշ հոտ ունի, խենթանում եմ ուղղակի, հաճույքով խմում եմ, խմեք և զրուցենք, հարգելիներս, քանի որ մեծ թոռնուհիս ուսանողուհի ասել եմ, սովորում է համալսարանում Մոսկվայում, բուհում է սովորում, քննություններ էր հանձնում, տանն է մինչև ամսու 10-ը, երեխաները 3-ը դպրոց են, աղջիկս աշխատանքի է, ես ու մեծ թոռնուհիս ենք, դրա համար եկա, մի քանի օր երեխաների հետ լինեմ, դուք գիտեք, որ ես ասել եմ ապրում եմ Վալադարկայում, պասյոլոկում, որտեղ ես էլ եմ ապրել և որդուս բանակ եմ ճանապարհել, 3 օր, 4 օր կմնամ, կհյուրընկալվեմ, թոռներիս հետ կզրուցենք, ման կգանք հարգելիներս, ես շատ որի համար ուրախ եմ, որովհետև շուտով կսկսվի արդեն սերմերը ցանել, հողամասի գործեր, էլ ժամանակ չեմ ունենա, որ գամ մնալու, կայցելեմ, կհյուրընկալվեմ, բայց չեմ կարող մնալ, որոշեցի, որ գամ մի քանի օր մնամ, դե խմեք, միասին խմենք, վայելենք, լավ քննությունները հանձնել է, շատ լավ գերազանց հանձնեց, երկրորդ կուրսում է սովորում, ժուրնալիստիկայի բաժնում, հարգելիներս, իսկ գիտեք, որ երկրորդ աղջիկը 11-րդ դասարանում է, մեկը 8-րդ Անգելինաս, որը շատ լավ նվագում է, ձեզ համար էլ կխնդրեմ կնվագի, ճիշտ է դեմքը ցույց չեմ տա կներեք, բայց կնվագի և կտեղադրեմ, դուք էլ կլսեք, իսկ տղան, երեխան 3-րդ դասարանում է, նորից լավ ֆուտբոլ է խաղում և լավ նվագում է, 2 օր առաջ քննություն հանձնեց դաշնամուրի և լավ հանձնեց, որի համար Աստծուց շնորհակալ եմ այսպիսի լավ, սովորող, համեստ, խելացի թոռներիս համար, տա Աստված բոլորի թոռներին, հաջողություն եմ մաղթում և առողջություն,
Այստեղ ունենք այսպիսի քաղցր կոնֆետներ, պադուշկաներ, կոնֆետներ, տեսեք, բայց ես չեմ օգտվում, որովհետև արդեն ասել եմ, ինչ չի կարելի, հարգելիներս, ես նաև ձեռագործություն եմ անում, խնդրեմ, մի ցույց եմ տվել փոքր սփռոցը, սա գործում եմ մեծը, սիրելիներս, նույնը չի, տարբեր ուզոր է, որ լվանամ արտուկեմ նոր ինքը գեղեցիկ կերևա, այսպես թելը բարակ է ինքը ոնց որ հավաքվի, խնդրեմ, երբ որ վերջացնեմ հետո էլ ցույց կտամ բոլորիդ, գործում եմ, կարում եմ, ինքնագոհությամբ չեմ զբաղվում, բայց անում եմ ամեն ինչ, սիրելիներս, մազերս սիրուն հավաքել եմ, չէ որ խոհանոցում եմ, այսօր ես կպատրաստեմ կերակուրը ճաշը, աղջիկս տոլմա է ուզում պատրաստեմ, խճողակը պատրաստել է, սառնարանում է, ինձ մնում է փաթաթեմ և դնեմ եփվելու, երեկոյան աշխատանքից վերադառնան, երեխաները դպրոցից միասին կճաշենք, կլոր սեղանի շուրջ, հարգելիները, շատ ուրախ եմ, որ եկել եմ, շատ ուրախ եմ, որ թոռներիս հետ եմ, որովհետև ուշ եմ մնում, չի ստացվում, հարգելիներս, իրենք գործի են լինում, դպրոց, ես էլ մեր տան գործերով, հարսս գիտեք աշխատում է, հարմար չի, հազիվ հարմարացրել եմ, եկել եմ, որտև թոռնուիս տանն է։ Այսպիսի բաժակներով այնքան շատ եմ սիրում սուրճ խմել, և գույնի համար եմ սիրում, և իր ձևի, միջին չափսի, ոչ մեծ է, ոչ փոքր է, սկզբից այնքան շատ էի սուրճ խմում, օրը մի 5-6, այս հիվանդանալուց հետո ընդհանրապես մի հատ կամ 2 հատ, իսկ այսօր այդ սուրճը թարմը ինձ մի յուրահատուկ հոտ ու համ տվեց քիմքիս, սիրելիներս, մենք գնում ենք մեկ էլ աղացած, այդ աղացած սրճերը, ընդհանրապես կոֆեները չեմ սիրում, արաբիկա ենք առնում աղացած, եթե չենք ունենում հատիկավորը, ավելի ճիշտ մեր սրճաղացը վառվել է, փչացավ, նորը դեռ չենք գնել, ուզում ենք այն լավերից գնենք, մի անգամից նոր տան մեջ տեղադրենք, որ համ աղա, համ եփի համար, ոնց որ երկրորդական գումար չծախսենք, սա գնենք, հետո նա, այդպես աղացած ենք հիմա խմում, ոչինչ, շուտով դա էլ կլինի, այսպես մի քիչ կզրուցեմ և կանցնենք մեր գործերին, թոռնոյս արդեն հավաքելով գալիս է, մաքրում է, շատ շնորհալի աղջիկ է, լավ պատրաստում է, միգուցե ձեզ համար կպատրաստի ինչ-որ մի քաղցրավենիք, տեսնենք ընթացքում, ես հենց որ սկսի պատրաստել, ցույց կտամ ձեզ, հարգելիներս, լավ մնացեք, հիմա ես արդեն սուրճը խմեմ վերջացնեմ, տեսնենք ինչ ենք անում, որտեղից ենք սկսում մեր գործը։ Սուրճը խմեցի, վերջացրեցի, հիմա միջնեք թոռնուհիս է պատրաստում, պանկետի, ներիս է պատրաստում, որոշել են տատիկին լավ ուրախացնել, խնդրեմ, հարում է ձուն և մեղրը, իրենք շաքարավազ չեն օգտագործում, մեղր են, մաքուր մեղր են օգտագործում, հարում է ձուն մեղրի հետ, կադրից դուրս թող հարի կմիանանք, ավելացնում է սնեժոկ, դուք կարող եք կեֆիր, սմետան, սնեժոկի մեջ ավելացրել էր մի փոքր սոդա, մեզ մոտ 400 գրամ է սնեժոկը, կսկսի հարել, հարում է, իսկ այստեղ պատրաստել ենք հավի կրծքամսով, կոլոլակով սուպ, դիետիկսկի,
Աղջիկներս տատիկի համար եւ իրենց համար են պատրաստել, այն յուղը սիրելիներս։ Ավելացնում եմ մաղած, մեզ մոտ նախորոք մերիս մաղել է ալյուրը։ Հիմա կխառնի եւ մնացածը կավելացնի։ Պատրաստում ենք բազուկի ճավ, սառցակցիկից աղջիկս հանել է, հալվել է, լավ սառը ջրով լվացել է, տապակում ենք յուղի մեջ, հետո կավելացնենք ձուն։ Իսկ այստեղ ունենք երեկոյան պետք է պատրաստի խորոված դուխովկայի մեջ եւ հավ։ Խնդրեմ սիրելիներս։ Միսը եւ հավի միսը կտրտեց աղջիկս, աղես կարմիր սև պղպեղով մի փոքրել կծու պղպեղ աղացած ավելացրեց, համե մեջ շաղաղեց, որպիսի համերը իրար խառնվեն, նոր երեկոյան կդնենք ջեռոցը, ճաշին պատրաստ կլինի։ Արդեն պանկեկի խմորը պատրաստ է, գազօջախի վրա դրել է տապակը, լավ տաքացել է, լցնում է խմորը։ Ահա սիրուն, դասավորում է, հեշտ արագ ստացվող խմոր է, շատ արագ համեղ շուտ պատրաստվող է, բաղադրիչները կգրեմ գրառման բաժնում սիրելիներս, տեսեք ինչ լավ ստացվում է, ասեցի չէ շաքարավազի փոխարեն մեղր են լցրել, իրենք շաքարավազ չեն օգտագործում, մեծ աղջիկներս մեղր են շաքարավազի փոխարեն մեղր են օգտագործում, ասեն որ տաքացավ շատ անուշ բուրում է, որովհետև սնեժոկի մեջ կա երևի համ բույր, շատ անուշ բուրում է եւ համեղ է, վանելին չենք գցել, ասեցի չէ, սոդա, ալյուրի հետ մաղած ալյուրի հետ ռախվից էր մի փոքր, որպիսի պիշնի դառնա, փափուկ, էլաստիկ։ Ահա, հեսա կհանի, կտեսնենք ինչպես ստացվեց։ Ստացվեց շատ փափուկ, կսառի, կփորձենք։ Ինչ լավ, գեղեցիկ, լավ ստացվեց, սիրելիներս։ Դուք էլ պատրաստեք, անուշարեք, վայելեք սուրճի հետ։ Հիմա նորից լցնում է ամանի տապակի մեջ։ Խնդրեմ։ Բավականին արդեն պատրաստեց։ Սիրելիներս, հենց սկսում է տաքանալ, արդեն ոնց որ փուչիկի նման բարձրանում է, ծակ-ծակ, անցքերով, շատ գեղեցիկ, դա նշանակում է, որ խմորը շատ լավ է պատրաստված և ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ձեզ ասել, իմ Գայանեին լուսավոր, բարի, ջերմ գրառումների համար, խոսքերի համար, շատ շոյված ենք ես ու Գայանես թորնուից ձեր բարի մաղթանքների համար, եղեք միշտ առողջ, այսպես բարի, գեղեցիկ գրառումներ, միշտ գրեք, մեզ էլ ուրախացրեք, իսկ հիմա տեսնում եք արդեն ոնց է պղպջակները դուրս տվել, շատ ընտիր խմոր է, կադրից դուրս մնացածը թող թխեն, աղջիկներս մերիս այս անգամ նոր կմիանանք վերջում, հիս պատրաստեց, վերջացրեց, տեսեք ինչքան գեղեցիկ, կարմիր և համեղ, սիրելիներս, հիմա սուրճը դնենք, միասին սուրճի հետ կվայելենք, շատ եմ սիրում այս գեղեցիկ բաժակներով, ընդհանրապես գեղեցիկ բաժակներով սրճել, խնդրեմ, պատրաստ է,
երեքով ենք ես աղջիկս և մեր թավոր կինը, նաև ինչու չէ իմ աղջիկը մեծ, այս փոքրիկ համես սեղանն էլ մեր սուրճի սեղանն է։ Քանի հատի վրա թորնոյից լցրել է խտացրած կաթ, զարդարել է կոկոսի ստրուշկաներով, մանրուքով և ընկյուզով, սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ համեղ քաղցր տեսանյութը, մաղթում եմ ձեզ առողջություն և թող Աստված միշտ ձեզ հետ լինի, աղոթեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն, ստեսություն, մինչ նոր հանդիպում, նոր քաղցր տեսանյութ։ Իսկ հիմա սիրով ձեզ համար կնվագի աղջկաս որդին, որը դաշնամուրի առաջին դասարանում է սովորում։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում։